Jesus came as a suffering servant. Low-key, the gospel is one of the most embarrassing stories. If they're going to think of the gospel, they're not going to say that their king was crucified on the cross. Crucifixion was so embarrassing. It was for the lowest of the low. Even Roman citizens were not even allowed to be crucified because it was so desecrating. Not only that, when they... Yes. And then, obviously, with colonization and with the creation of the Vatican, which is the church. Բոլորին եկել է գիրկսը բարձացել, ես էլ գործում էի ու որոշել էր քնի իմ գրքի մեջ, հա? Հաղթի։ Այ, շողովուրդ, այս քանի օրա չեմ նկարում, նորմալ, քանի որ մոտս կրիզիս լուրջ եմ ասում ճգնաժամային պահերա, որ չգիտեմ ինչ նկարեմ, ինչի մասին խոսեմ, մեկ ցանկություն չունեմ խոսելու, so, բայց ուզում եմ մի քանի բան ասեմ, այնտեղ բետոն դարակներ ինչ-որ չափով ավարտել եք, ցույց կտամ, այսօր շաբաթը մտածում ենք քար առնենք, աղյուս առնենք, որ բանի շինարարությունը սկսենք զալի և բայց անձրևները հիմա ուժեղ անձրևներ, գիշեր տենց շատ ուժեղ չէր, բայց նախորդ գիշերն այնց ուժեղ անձրև էր եկել, որ գալիս ամբողջ գիշեր, որ չգիտեմ, ծխտոնը խոնավացել է, այնտեղ բետոն մի քանի արհեստական շորս ժամանակավոր բաները սարքել, որ չթրջվի, բայց շատ չի կաթացել տանը, փառք Աստծո, կտուրը պահում է, այստեղ այս դիմացն էլ արդեն չի բան արել, մենակ բալկոնի դուռը, որ բալկոն պետք է դուրս գանք, այդ դռնից է մի քիչ տենց ինչ-որ թացեղ են, այդ դիմացից խփելուց է, ծածկ չկա էլի, վերևը ինչ-որ բան չկա, դրա համար այդտեղից մի քիչ կատկտոց ենք ունեցել, հետո, այս անցած շաբաթ ընդամենը մի հատ բան եմ, վլոգ եմ դրել, քանի որ իրոք այնքան սենց հոգնած էի լինում, այնքան սենց չգիտեմ, որ սենց իրոք չգիտեի ինչի մասին խոսեմ, ինչի մասին նկարեմ, բայց հուսանք, որ կանցնի այդ վիճակները ու կսկսեմ նորից նկարելը։ Տենց, այսօր շաբաթը սպասում ենք բետոն գա, չգիտեմ ինչ ենք անելու, չգիտեմ երբ է քարը առնելու, պետք է բերեն, տեսնենք։ Երեկ գնացել եմ մարզասրահ ուրբաթ օրը, 5-շաբթի, 4-շաբթի չեմ գնացել։ Երեկ էլ հանել եմ թթխմորս կերակրելու, քանի որ 2 շաբաթ երևի, չգիտեմ ինչքան բարձի թողի վիճակում էր, ոչ մի ձև չէի տրամադրվում ու վերջապես երեկ հանել եմ, չնայած ալյուր չունեմ, պետք է ալյուր առնեմ, մտածում էի չունեմ, դրա համար չէի հանում, չէր ստացվում ընդհատ ալյուր առնել, բայց երեկ տեսա, որ մի քիչ այդ ամանի մեջ ունեմ, տենց հանել եմ, սենց սատկած վիճակում էր խեղճը, արդեն ուշքի գալի նոր մի քիչ առաջ կոֆե էի դնում, հաց կերա, նախաճաշեցի, բանը, կոֆե դրեցի բարձացա, տենց, բայց մինչև այդ թխմորը կերակրել եմ, ուզում եմ մեկ հաց թխեմ, բայց ժամանակի պահով պետք է որոշեմ, որ օրինակ ասենք այդ օրը չգնամ մարզասրահ, կամ չգիտեմ, թողնեմ բան լինի նոր, ոնց ասեմ, հունցեմ, գնամ մարզասրահ, հետո հետ կամ, տենց ինչ-որ մի բան էլի, տեսնենք։
Ինչ բաներ։ Ես հələ ստեղ նապաստակս եմ սկսել։ Այն նապաստակը, որ շուշուտ վաճառում եմ, երեք տենց սկսել եմ և այստեղ վերջացրել եմ ամբողջական արդեն նապաստակը մյուս և իրա փիսիկը։ Մտածում եմ հետ էլ արջուկ գործեմ, ճիշտ արջուկի սխեման չկա, բայց ականջներն ուղղակի գործում ենք, տենց պոչիկը, տենց դնում եմ այստեղ պոչիկը, մոռացել եմ այստեղ բաներ անեմ, որ փիսիկին ավելի նման լինի հեսա, տենց կանեմ, իրա բեղիկները և վերջ, պես որ տենց երկու հատ նապո ունեմ, երկու հատ արդեն պատրաստի գործ ունեմ արդեն, քանի անգամ ասեցի արդեն, բեղիկները հետո կանեմ, տենց սենց դնում եմ այստեղ, որ սիրուն երևա կադրերի մեջ, ինչ հետևի հատվածում, այսքան է ժողովուրդ, ուզում եմ գործեմ, ուզում եմ սենց մի տեսակ ծարավ ունեմ գործելու, ու տենց որոշել եմ գործեմ, դժվար հաղորդում եմ դրել և գործում եմ, այսի սենց այս ալիզե թելերն են, baby cotton gold և այստեղ մի քիչ ունեի, հենց գնացել ենք Տելսոլ, հետո դեղից մի քանի բան ենք վերցրել իմ համար, ես ուզեցա գումար ունեմ, ինչ-որ չափով տենց, վճարեմ, իմ ամուսին ասեց, որ ինքը կվճարի իմ համար, շատ ուրախ եմ, և հիմա եկել ենք այստեղ դեկորից մոտ ենք, հեսա ցույց տամ, թե ինչ է անում բետոն այստեղ, Ուրեմն տեքերս էսի սարքել է, էսի մեքենաների հավաքածուի համար է, հենա նայեք ես հեռախոսի, փոքրիկ մեքենաներ կդնի, ու այստեղ պետք է գրվի այս անունը, Դավիթ, más grande, ¿no? Primero. O más grueso, ¿no? ¿Más grande? Բետոն նկարում է, իրենց մեջի նկարիչը բետոն է, más grande, ¿no? Okay. Ahí no, como así. Pero es que aquí mira, se ve ¿Se ve más grande? ¿Pues esto está así o cómo? Sí, O lado más extendido. Más extendido. sí. Bórrale aquí, Dan. ¿Yo borro? Sí, nada más con Pone Miguel cuando trabaja, se ve, lo pone cuando trabaja, sale a trabajar. Sí. Miguel, ¿esto un uniforme? Yo creo que échale poquito de ahí de la vuelta. El pincel no está bueno, ¿no? ¿La pintura? ¿Está mala?
Ասման ներկը այդքան էլ լավ որակի չի։ Ոնց որ ստացվեց։ Ներկը լավը չէր, հազիվ է արել։ Գնում ենք առերը։ Վիճակում է երկինքը անձրևային, բայց տոտ։ Լավ տոտ է։ Ընկնում ենք տոնը։ Գնացքը մեզ հաղթեց։ Ուզենք կարճա տևելու, քանի որ անձրև է սկսում, կաթկթում է անձրև։ Շուտ հասնենք տուն։ Բայց եկե, ակորդիտը անցավ կարճեր, տվեն երկոտը։ Էջե լինում է, որ երկար 5 րոպե տենց սպասում ենք, որ անցնի, զահագին երկար է լինում։ Ուղղակտուր արած, հեսա գնամ տուն ձեզ հետ կիսվենք մեր գնումները։ Չէ՞։ Տուն ենք հասել ու ուզում եմ ձեզ սկզբից ցույց տամ մեր դարակները, խնդրեմ, նայեք, ու նաև մտածում եմ ինչ գույնի կարելի է ներկել պատերը, ինչ խորհուրդ կտաք, օրինակ ասենք սենց սպիտակ է, սենց փայտի երանգներ կան, էլեկտրոնիկան սև սեռի մեջ, չգիտեմ, ես էլ ասենց վառարանն էլ է սեռի, մոխրագույն, մեկ խոսքով, ու չգիտեմ, ինչ անեմ, տակ, բետոն ասում եմ, որ դարակները ցածր էր, դուռը բացում էի, բաժակին հենում էի ու նկարում էի, հիմա մի բան պետք է անեմ, չգիտեմ, հիմա ինչ եմ անելու, քանի որ ինձանից բարձր է։ Ու իհարկե բանն եմ օգտագործում, ու ջուրաթոռն եմ օգտագործում, որ վարեն բարձրանամ ու ինչ-որ բան վերցնեմ, որ խորքերում է լինում, կամ դասավորելու համար։ Սա, եկեք ցույց տանք, թե ինչ ենք առել այսօր, բանից, առերայից։ Okay, եկեք հարմարացրել եմ, այսի ես եմ բերել, այսի բետոն իր համար այստեղ խմորեղեն ավերցրել դոնատս 3 հատ, 2 շոկոլադ, մի հատը սովորական շաքարավազով և ես ուզում եմ բան սարքեմ, չամճով բուլկի, Oye, estaba pensando y si primero vas a 3B. Harina, porque ya ya no tengo harina, necesito ver cómo era el resto. Պետք է ասում եմ գնա 3B ալյուր բերի, այնտեղից քարշ տվեցինք հետներս, քանի որ էսի արդեն կերակրելու է, նայեք, երեկ սատկած վիճակում էր հանել եմ, գիշերը տենց թողել եմ, կերակրելով բան տենց, ու էսի արդեն բարձացել է ու նորից պետք է կերակրենք։ Տենց ժողովուրդ։ Ուրեմն, մակարոնեղեն ենք գնել, վերջացել էր, այս մեկը, էսի ցույց տամ, պիսաներին սենց իրանց թացկերն ենք ծնել 4 հատ, այստեղ մի հատ անձեռոցիկ եմ գնեմ, այստեղ լվացքի բանա, օճառա, այստեղ ունենք բան, նու էսի, անուն չեր, են բանը փորձելու համար, այստեղ մակարոնեղեն ենք գնել,
նշել խխունջները, ես շատ եմ սիրում այս խխունջները, մեկ էլ եմ շատ սիրում։ Այստեղ էր գրանոլա։ Այս ես եմ բերել։ Հաջող։ Բետոնա բերել։ Այսի խաղող ենք վերցրել, շատ էժանացած էր ու շատ սենց հյութեղ խաղող էր։ Այսի տոպրակներ են իրանք։ Compra poquito más, unos 4. Ajá, por favor. Շատ մեզ որ սենց օգնության հասնող տոպրակներ դուրս եկան։ Իրականում էսա նայեք սենց տոպրակներ են ու մնացորդ ուտելիքի կամ չգիտեմ կանաչի բան տենց մենք իրանց մեջ ու շատ հարմար են։ Այստեղ վերցրել եմ հունական յոգուրտ առանց շաքարավազ, ուզում եմ նաև կաթ առնեմ ու փորձեմ սրանով մածուն մերեմ, տեսնեմ կստացվի թե չէ, տեսնենք։ Եվ այստեղ գնել եմ այսպիսի յոգուրտներ, պարապմունքից հետո որ գալիս եմ ինչ-որ տենց մի բան եմ ուզում կերած լինեմ, դրա համար սրանք վերցնում եմ, շատ հարմար են, սենց պոպոքի ու բան հասկա, իրանց վրա մեկ էլ հատապտուղներով, սենց հատապտուղներ ու նորից էլի բան, այս մյուսն ենք գնել, հատապտուղներ, հապալաս և ազնվամորի, բետոն սենց իր համար carnation-ը գնել, էսի սուրճի համար օգտագործում, բանը կամ թխվածքաբլիթների քաղցրավենիքի համար են օգտագործում իրան նաև գոլորշիացված կաթա, մի քիչ ինքը թթվաշության համ ունի, այստեղ հեղուկ օճառ ենք գնել, այստեղ յոգուրտ եմ գնել, այս իր բանը փոխել են, ման են գալի, վերջապես ճոգեցինք, որ իր տեսքը փոխել են, այս ժամանակ սենց լրիվ սենց կապույտ էր, չէ, սենց հիմա փոխել են, և այստեղ մի հատ բան եմ գնել, որը հավանում եմ ժողովուրդ, չկա կամ մի հատ ամնացել, կամ չգիտեմ, չեմ բերում, նայեք սենց ինչ-որ աման եմ վերցրել, տեսնենք ինչ ենք լցնում մեջը, շաքարավազ չէ, չգիտեմ, ինչ-որ մի բան կլցնենք իրա մեջ, վերջ, այսքանն էր մեր գնումները, այսքանին վճարել ենք, չգիտեմ ճիշտ ասած ինչքան է վճարել, 585 պեսո, էդի մոտավոր լինում է, ասեմ ձեզ, պեսել ձեզ դրեմ, բայ ինտերնետը սանջատել էի, ուրեմն 575 պեսա, անումա 12330 համարյա 9 դրամ, գրեք տնեմ, ձեր համար թանկ էր, թե նորմալ է, այսքանին 12200 համարյա 300 վճարել եմ, բետոին ուղարկել եմ նաև ալյուրբերի, եթե ստացվի համ հաց կթխեմ, համար ուզում եմ բուլկի թխեմ, և ճանապարհից գալուց սենց մի հատ կաղպաղակ եմ վերցրել, սենդվիչ, 25 պեսո, այստեղ մեր մոտիկ խանութներից մեկը, տենց նայք ոնց եմ հարմարացրել, հեռախոսս որ դնեմ նկարեմ, սպասում եմ բետոն գա, ալյուրը էսի բետոն ասեց ինքն է այսօր ուտելիքի հեղինակը լինելու և ընդեղ մսեր ունենք, տակոյի նման կուտենք ու արդեն կանցնեմ իմ խմորին, ժողովուրդ աշխատեցնի, գիտեք ինչ կան եմ ուզել,
Գիտեք խի եմ ուզել, խի է ուզում առնեմ, վաղուց, ես մեր բլոգեր աղջիկներից, ֆուդ բլոգեր աղջիկներից մեկի էջում տեսել եմ, որ իրա մոտ մնացել էր, ուրեմն սպասեք, ասենց շոկոլադի բան, որ մեջը հլը շոկոլադ կար, մի քիչ ունեմ, ու ինքը, չեմ հիշում անուն ինչ էր, Անահիտ կարծեմ, իրան հետևում եմ Instagram-ում, ու ասենց ինքը սրանից շատ համով ըմպելիք է սարքում, բայց պետքա սա, որ մեջը լցնեմ, կոֆե եմ լցնում, հիմա որ սարքելուց լինեմ, անպայման իր էջը կթողնեմ և բաղադրատոմսներ կնկարենք և էսի զուտ սրախաթեր, որ չուտեմ տենց համով բան սարքեմ, պատկերացնեմ, լուծվող սուրճ էլ պետք է առնենք, բանը, ու ըմպելիք, որ էդ սարքեմ իր սարքած ըմպելիքին։ Ես որտեղից ընգավ, շուրուպա, մեկ պետք է լինում էլի, են մեկը չաշխատեց, իխոսքով հատվածը, տենց, շատ ուրախ եմ, ժողովուրդ, ես են աշխատեց, ես չեմ ճոգում, ուրեմն էլեմենտներն են նստած եղել անցած անգամ, մտածեցի փորձեմ էլը, Okay, հիմա երկու հատ ունեմ, երկու հատ ունեմ դաժե, մի հատի փոխարենից, okay, ահա, 4 հատ էլ ալյուր էի խնդրել բետոից, բերելա, և թխի ու թխի, տենց հիմա ինչ-որ մի բան կուտենք, ես միջև բետոն ասեց ինքը կտակացնի ուտելիքը անի, ես էսի բանան եմ, այստեղից մի քիչ պոկել եմ, սոված եմ, էսի կերակրեմ։ Ժողովուրդ ուրեմն մոռացել եմ ձեզ ցույց տամ մեր բանի գնումները, ցելոֆան ենք տարել հետներս, ինչ էր, տեսոլ խանութից, ինչ ենք դինել։ Ուրեմն սա առաջինը ցույց տամ, նվեր ենք դինել տեքոս կնոջ համար, որ ասեցի պարտքենք իրան, երեք իրանք բետոյի համար նվեր են բերել, կարասել բետոյին ներքնաշորով ապահովել են, տենց մի քանի ամիս, լավ կցենք մի ամիս, ասում շնորհակալ ենք նվերի համար, շատ անհրաժեշտ է, ու տեքորսկին ասում հա, ասում եմ գիտեմ, քանի որ տղամարդիկ սիրում են տենց, տղամարդկանց միշտ անհրաժեշտ է նման գնումներ, այնպես որ Մեքսիկայում էլ է արդի տղամարդուն ներքնաշոր նվիրել, okay, այստեղ տեքորս կնոջը սենց մայկա ենք նվիրելու ենք, ինքը սիրում է սենց ես մուլտֆիլմի հերոսներին, սենց խնդալու բաներ, տենց, ես այստեղ գին պոկեմ, որ համոտ է գինը, ու ընդեղ ես կրեմ ունեմ, մեկ էլ դեմքի մասկա, մի հատ էլ սենց որ դա կդնեմ, և հուսով եմ կհավանի, ծննդի փոքրիկ տպակ ենք առել, եսի կտեղավորեմ, և իր հետ այդ կոսմետիկան կդնեմ, սա այսպես, նաև արագ ցույց տամ, որ պետք է բանջարել եմ կտրատը, Հիմա որ խանութում ասում եմ իմ ամուսինի համար առել է, ինքը իմ գումարը չվերցրեց, սա եմ վերցրել, ուրեմն մտածում եմ երկուսի միջև, բայց բետոն ասեց երկուսն է վերցրու, էսի շոկոլադ է, գիտեք ես շատ եմ սիրում շոկոլադ, և սա եմ վերցրել,
Եվ նաև հիմա արդեն քանի որ անձրևային սեզոնն է սկսել, մարզանքի գնալիս տենց ինչ-որ բաներ ա պետք, թևով, ու շատ քիչ բան ունեմ, այնտեղ 2 հատ, մեկը այդքան էլ հարմար չի, նվեր էին ուղարկել, մի անգամ, չգիտեմ, հիշում եք, այդ ժակետն եմ հագնում, կարմիր գույնի, մեկ էլ մի հատ տենց էլի սպորտիվնի ժակետ ունեմ, դա եմ հագնում, էլ չունեմ հարմար բան, ու դրա համար տենց սպորտային բան եմ վերցրել, գլխարկով, տենց գրպաններով ու սա էլ տղաների բաժնից ենք վերցրել միջին չափը, որ անձրևային է, տենց անձրևի դեմ էլի սենց թեթև ինքը գլխարկով էլի հավես այսքանը ժողովուրդ, ես էլ իմ ամուսնուն ասեմ շատ շնորհակալ եմ ասել եմ արդեն, բայց դե օքեյ այսքան դուք էլ գրեք արդյոք հավանեցիք, թե չէ այսա որ են մյուս նվերներն էլ դնեմ իրա մեջ ցույց կտամ ձեզ նայեք մի հատ սենց մասկաներ ունեմ որը դնենք եկեք սա դնենք և մի հատ կրեմ ունեմ որ չեմ օգտագործել սա շատ անուր իմ հոծանելիքի հոտն է ունեմ, որ չեմ օգտագործել էլի, բայց ոչինչ։ Հենց մնացիր էտեղ, հենց դուռը բացեցի, ինքը մտավ ներս, հիմա նայեք մեջը դուռը փակ, արի, ներսն է մնացել, եկեք քանի բա դրսումա տանք։ Ուրեմն ես էստեղ սուրճ եմ դրել ներքևը շուտվանից, բետոյ համար էլ բետոն սենյակում է հեռուստացույց է նայում, ես էլ իմ սենյակում եմ ասեմ, որ դեքորս կինը հավանեց նվերները, դաժե ինձ ինստագրամում նշել էր, ովքեր ինձ հետ տվում են ինստագրամում, տեսած կլնեն, որ դրել է story և շատ ուրախ եմ, որ հավանեց, ինքը սիրում է տենց մաչկաներ, օքեյ, ես ուզում եմ մի քիչ գործեմ, վլոգը մոնտաժ եմ, կամ ինչ-որ մի բան նայեմ, հետո տեսնենք, ավարտենք օրը։ Ողջույն բոլորին, ուրեմն ես առավոտը բետոն գնացել է շուկա, մենակ, այստեղ բերել է բանջարեղեններ, լոլիկ, լայն, կարտոֆիլ, վարունգ ունենք, 2 տեսակ վարունգ խնդրել եմ բերի, մեկը սենց մեծ վարունգներից սովորական և սենց փոքր վարունգներ ուտելու համար և մրգեր է բերել, բանան, մանգո, այստեղ ունենք ավոկադո, նարինջ, այդքան է։ Եվ խնդրել էի, որ բան էլ բերի, ձմերուկ բերի, տեղը փակ ա եղել, հիմա նոր գնաց, որ բերի, մեր մոտ էլ անձրև ա գալի, մեկ էլ սա ա բերել, տորտիլյա, ձեթ, այդքանը, չգիտեմ մսեղ եմ բերել ես, պասեք նեմ, չէ, մսերից հոգնել ենք արդեն, ուրեմն, այստեղ էլ թեթխմորսա գիշերը թողել եմ, նայք նստել է արդեն, բարձացած է եղել միջև որ նստել է, ու հեսա պետք է ես իրան բանանեմ, կերակրեմ, և արդեն որ մի քիչ հասունանա, մի փոքր բարձրանա, տնեմ սառնարան, ինքը արդեն նայք ուժեղ վիճակում է, դաժե բարձացել է միջև վերջ,
Ոնց ենք հասկանում, որ թթխմորը արդեն պատրաստ է հացի, նայեք, ինքը բարձրանում է ջրի երես։ Նայեք։ Դող է տալի ջրի վրա։ Սա խառնում ենք։ Սա արդեն պետք չի։ Եթե հաց թխելուց լինեի, սրանով էի թխելու, բայց քանի որ դեռ չեմ թխում, սա թափում ենք։ Ցավոք սրտի։ Պատրաստ է, սա թողնում եմ մի քիչ ինձ բարձրանա և դնեմ սառնարան։ Այսօր ձմերուկը 47 պեսո արժեսի։ Նորմալ է։ Այսի տենց ճիշտ ասած լվանում եմ, հետո նոր դնում սառնարանը։ Այստեղ խառ աշխատանքներ են ընթանում։ Այսի ես միջանցքի բանը նորից ձևափոխում ենք։ Այն սեղանը, որ դրել ենք իմ կոսմետիկան, բան, տենց զարդերս էստեղ էր, նորից բետոն ձևափոխում, ավելի ճիշտ այդ սեղանը հանելը ուղղակի պոլկեքա դնելու։ Տենց խառը վիճակում ենք հիմա, սենց ցույց տամ էլի, սենց բաներ կա, որ չի կարելի։ Եվ այստեղ ձմերուկ ենք կտրել, կես ձմերուկը կտրել եմ, ու հիմա եկեք ցույց տանք, թե ոնց են Մեքսիկայում ձմերուկ ուտում։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալի, թե ինչպես են Մեքսիկայում ձմերուկ ուտում։ Այստեղ ունենք ասե։ Դնում ենք ձմերուկը։ Երկու ֆրանտով եմ նկարում։ Եվ տախին։ Լայմ։ Եվ բարի խոշակ։ Մտերություն։ Բաշ։ Так, եկեք ավարտեմ այս անգամվա վլոգը այսքանով, որ մոնտաժեմ ձեզ ներկայացնեմ։ Հուսով եմ հավանեցիք, հետաքրքիր եղավ, գրեք ձեր մեկնաբանությունները, ակտիվ եղեք։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար ամուսնուս տարեդարձի կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ, թող Աստված օրհնի յուրաքանչյուրին, սենց լցնի ձեր տունը բազում օրհնություններով։ Կհանդիպենք արդեն մյուս վլոգում և ցույց կտամ արդեն պատրաստի գործերը, որ այսօր հենց այս պահին ամուսինս բան անում, տենց արդեն վերջանալու վրա է, արդեն պատրաստ վիճակում մյուս վլոգում ցույց կտամ։ Այսքանը լավ եղեք, կհանդիպենք։ Adios։